Ազգային ժողովի դահլիճում իմ ելույթը մեծ արձագանքներ առաջացրեց եւ դրա համար ես փորձեմ փոխլրացնել ասածներս եւ Արմկոմեդին էլ բավականին նպաստեց նրան, որ շատ տարածվի իմ ելույթը, բայց շնորհակալ չեմ, ինչու որովհետեւ միշտ մտածում են, որ իրեն գոնե պայքարող տղաներ են։ Պարզվեց, ինչպես մյուսներն էլ, այդպես էլ իրենք պարզապես պատվերով հումորանողներ են։ Եվ գիտեք, նիկոլականների հաչոցներից չեմ նսեմացել, եւ այդպես եւ ոչ մեկի հեգնանքից չեմ նսեմանա եւս։ Այդպես, երբ որ նայում ես հանրապետության վիճակը, սարսափում ես, ապշում ես, մտածում ես մի կողմից մենք ունենք նիկոլական զոմբիներ եւ նիկոլական լակոտներ տարբեր պաշտոններին նշանակված, մյուս կողմից մենք ունենք անջատված զանգված, որ բարձր երաժշտությամբ քաղաքի կենտրոնում փորձում է քշել ինչ-որ բաներ ապացուցելով իրենց, բայց մյուս կողմից ակտիվ զանգվածում մենք ունենք ստվար զանգված վերլուծաբանների, որ անընդհատ ինչ-որ բաներ վերլուծում են պարզ չի ինչի համար եւ պարզ չի թե ինչու են իրենք մտածում, որ իրենք այս ամբողջից դուրս են եւ կարող են դրսից նայել եւ վերլուծել, մյուսները հումորիստ են, այս ազգը տենց հումորի մեջ ընկղմված է հիմա եւ միայն այն մյուս զանգվածն է շատ փոքր, որ մեր նման փորձում են գոնե պայքարել եւ ստվար զանգված մարդկանց, ովքեր սարսափած են Նիկոլի դավաճանությունից, բայց նաեւ հիասթափված են ընդդիմության պասիվությունից։ Ես պայքարում եմ ազգիս համար, ես պայքարում եմ հայրենիքիս համար եւ պայքարում եմ հանուն բոլորի, այդ թվում բոլոր նրանց, ովքեր ընդհանրապես ուրացել են հայրենիքը։ Իմ ազգն է, իմ ժողովուրդն է եւ ամոթ բոլոր նրանց, ովքեր համարձակվում են մերժել մեր ասածները։ Ես միևնույն է պայքարում եմ եւ կպայքարեմ։ Ի հեճուկս բոլոր դավաճանների, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ընդհանրապես մտածել հայրենիքի մասին։ 5 տարի շարունակ Նիկոլը հանձնելով մեր սրբազան հողերը, շարունակում է գործել իր հանցագործությունները։ Բոլորը շարունակում են լռել։ Դուք տեսեք, լռեցինք ժամանակին, ինքը շարունակեց հանձնել եւ հանձնեց Սյունիքից մի ստվար զանգված հողերի, Վայոց ձորի, Տաուշի եւ շարունակում է հանձնել եւ դեռ ավելին, ինքը պղծում է մեր բոլոր սրբությունները, ինքը պղծում է Արարատը, որ մշտապես բիբլիական Արարատը մեր սրտերում մշտապես արկա է մեր գլխի վրա մշտապես։ Նա պղծում է եւ հարվածում է հայ ազգի հիմնական սյանը, հայ առաքելական եկեղեցուն եւ նա պղծում է Եղեռնի մեր տխուր հիշատակը, մեր սուրբ զոհերին, սուրբ նահատակներին, որ մշտապես մեր սրտում են եւ որոնց հիշողությունը մենք պիտի պահենք եւ ի վերջո պատասխան պահանջենք բոլորից։ Սա ամբողջ արկա է, այո, բայց մյուս կողմից նայում ես ու տեսնում ես աննկարագրելի պասիվություն բոլոր նրանց կողմից, ումից որ մենք պետք է որ ակնկալեինք իրական պայքար։ 5 տարի առաջ պետք էր անհապաղ դատել Նիկոլին։ 5 տարի շարունակ բոլորը լռում են, 5 տարի շարունակ գնում են այդտեղ այդ բորդո գույնի աթոռիկների վրա նստած իրենց կոստյումչիկներով եւ փորձում են բռնվել այդ աթոռներից։ Չես հասկանում ինչի համար։ Այդ ամբողջը սարսափելի, հիրավի սարսափելի, բայց հիմա նայում ես ու տեսնում ես, որ նայեք, փոխարեն իրենք պայքարեն հիմա իմպիչմենտի մասին են խոսում, ես կողմ եմ իմպիչմենտի, միանշանակ, բայց այդ իմպիչմենտը 5 տարի առաջ պիտի արվեր, չարվեց 5 տարի առաջ, 4 տարի առաջ արվեր, երբ որ ինքը ջերմուկի հողերը սկսեց հանձնել, այդ ժամանակ պիտի արվեր, այդպես շարունակ, ես դաժե չգիտեմ, որ օրինակը բերեմ, եկեղեցու օրինակը, էլ որ օրինակը իր հանցագործությունները այնքան են, որ երբ որ ինքը դատվի, ինքը դատվելու է ծմահ, բայց եւս 600 տարի առնվազն մեր քրեական օրենսգրքով ես կողմ եմ օրենքին, ես շարժվում եմ օրենքով, ոչ թե որովհետև վախենում եմ մյուսների պես, այլ որովհետև հարգանք ունեմ մեր օրենքի հանդեպ, որովհետև դա մեր հանրապետության օրենքներն են։ Մյուսները դա միգուցե չեն հասկանում, բայց նայում ես, տեսնում ես իրենց վախը, իրենց պասիվությունը, դա նողկալի է։ Սնկի պես աճում են տարբեր կուսակցություններ, ու բոլորը իրենց տեղերում ոչ միայն չեն միավորվում, չէ, դադարում են մտածել, թե ինչի համար էին պայքարում եւ միակ նպատակը դառնում է այդ աթոռներին հասնելը,
Դա էլ ավելի զարհուրելի է, ու չգիտես արդեն ինչից ես ավելի շատ զզվում, ու գիտեք այդ ամբողջը նման է այն առակին վիշապի մասին, որ պետք է գնալ ու հաղթել վիշապին, բայց ով որ գնում է արդեն դադարում է մտածել, որ ինքը պայքարում է չարիքի դեմ, այլ արդեն միայն մտածում է նրա մասին, որ ինքը հաղթի եւ դառնա հերոս։ Դադարեք մտածել այդ ամբողջի մասին։ Հիշեք հիմնական մոտիվացիան, մենք ունենք երկու նպատակ եւ ոչ այլ բան։ Մենք ունենք մեկ վերջապես հաղթել այս ամբողջ չարիքը, վերջ տալ այս ամբողջ չարիքին, եւ երկրորդ մեր նպատակը, որ մենք ունենք, շենացնենք մեր հայրենիքը, փրկենք մեր հայրենիքը այս ամբողջ չարիքից եւ մաքրենք հայրենիքը այս ամբողջ չարիքից, որ կուտակվել է, ցավոք սրտի, վաղուց է կուտակվել, պարզապես տրակել է այժմ Նիկոլի տեսքով։ Եվ Նիկոլը այժմ մարմնավորում է այն ամբողջ չարիքը, որ մեզանում ցավոք սրտի այո արկա է։ Բայց ցանկացած ժամանակ նայեք, հենց սկսում ես պայքարել, բայց նաև հենց սկսում ես ցույց տալ նաև ընդդիմության սխալները, միանգամից հարձակվում են մեր վրա եւ սկսում են մեզ անվանել նիկոլական, абսուրդ, 5 տարի շարունակ եւ ոչ մի վայրկյան մենք չենք լռել եւ ոչ մի վայրկյան չենք դադարել պայքարել Նիկոլի դեմ, դուք մեզ անվանում եք նիկոլական, գողցիրտը դող հենց դուք եք նիկոլական, ինչու, որովհետեւ գնում եք իրենց հետ մի դահլիճում նստում եք, իրենք ձեր հասցեին ինչ ասես ասում, իսկ ձեր միակ վճռական քայլը դա ջերի շիշ նետելն էր իրենց ուղությամբ, հենց դուք եք նիկոլական ըստ այդմ, դուք եք, որ իրենց հետ եք միասին, ու այսպես ջղայնանում եմ, ինչ-որ բաներ եմ փորձում ասել, բայց մյուս կողմից անընդհատ մտածում եմ, ձեր սիրտը չի ցավում, ձեր սիրտը չի ցավում մտածելով, որ մենք այնտեղ ունենք բանտարկյալներ, մենք Ադրբեջանի բանտում ունենք բանտարկյալներ, իսկ միաժամանակ Նիկոլը համարձակվում է խոսել 4-րդ հանրապետության մասին, որ ըստ իրեն Հայաստանն է Ադրբեջանի կազմում։ Ձեր սիրտը չի ցավում, դուք չեք ամաչում ձեր նախնիների առաջ, դուք որ գնում եք գերեզմաններ եւ ծաղիկներ եք դնում ձեր հարազատների գերեզմաններին, դուք չեք մտածում, որ դուք իրենց հիշողությունը բղծում եք ձեր լռությամբ, ձեր վախկոտությամբ, ձեր անվճռականությամբ։ Ես սարսափում եմ այս ամբողջից, ու մյուս կողմից էլ մեկ է գալիս են տարբեր շերտերից մեկ է գալիս են ասում են, բայց ստացվում է, որ դու Նիկոլի ջրաղացին ջուր ես լցնում, ես քաղաքական գործիչ չեմ ուզում լինել եւ հանգստացեք, չեմ պատրաստվում լինել, եւ ընդհանրապես ինձ չեն հուզում ոչ ձեր ջրաղացները, ոչ ձեր ալուրը, ոչ ձեր ինչ-որ բաները, որ դուք ուզում եք հասնել, ես պարզապես ակնկալում եմ պայքար, բոլորի կողմից, անխտիր, հենց հիմա, եւ գիտեք, հիմա արդեն վերջի սահմանն է, բայց նորից մյուս կողմից, որ ինչ-որ մի բան ասում ես, մեկ է միանգամից ասում են, շատ տարօրինակ է, ոնց կարող է բուդդայականը պաշտպանել հայ-առաքելական եկեղեցին, նեղմիտներ, խղճուկներ, ինչքան պիտի ստոր լինեք, որ չընկալեք, որ հենց հոգևոր զարգացման ճանապարհով գնացողը պարտավոր է պաշտպանել հավատը, դա իմ ուխտն է, դուք դա չեք հասկանում, որովհետև դուք ջայլամի նման եք, տարբեր առումներով, նաև դիրքի առումով, բայց դա հիմա կարևոր չէ, դուք ջայլամի նման եք, որովհետև ջայլամի աչքերը, երևի թե գիտեք, ավելի մեծ է, քան իր ուղեղի չափը, աչքերը տեսնում են, իսկ ուղեղը չի ձգում, դուք այդ ջայլամի նման եք, և հիմա սրբազանի դատն է, վերջի օրն է, եթե հանկարծ սրբազանին չազատեն, ապա անհապաղ պահանջում եմ, որ դուրս գաք պայքարի, պահանջում եմ, եթե դուք իրականում ընդդիմություն եք, դուրս եկեք պայքարի հանուն սրբազանի, ոչ թե պարզապես հավաքվիկ դատարանի շենքի մոտ մի քանի հոգով եւ ինչ-որ բաներ խոսացեք դատարկախոսությամբ զբաղվեք հերթական անգամ, պայքարեք անհապաղ եւ դադարեք այդ խեղճ լաոյի վրա ամբողջ ձեր հույսը դնել, հերիքա մեր երեխաներից սպասենք, որ հետո իրենք կմեծանան եւ վաղ թե ուշ կպայքարեն, դուք հանուն այդ լաոյի հիմա պայքարեք, ոչ թե ասեք զարթնի լաո մեռնիմ Եվ դրա համար ապացուցեք, որ դուք ընդդիմություն եք, եւ դու, սիրելի ժողովուրդ, ապացուցիր, որ դու քրիստոնյա ես, դուրս արի եւ տեր կանգնի հայ-առաքելական եկեղեցու, եւ տեր կանգնի սեփական հայրենիքի, սեփական ազգի եւ ընդհանրապես մարդ կոչվելու իրավունքի։